Բարեցես։ Ալխաչատյան։ Ո՞վ է գնում։ Ես չէ, ես միայն տանկով։ Պարոն Խաչատյան, ուզում եմ ես Սկսենք։ Հա, պարոն Խաչատյան, ուզում եմ հարցնել պենսիայից նրան մի հայտարարության եմ ուզում դուք անդրադառնաք, խոսեց երբ հարց հնչեց, թե թրիփի ներդրումները ինչքան են կազմելու, ստեցյան ինքը արձագանքեց, ես ուզում եմ կարճ ուղիղ ասել, մեջբերել, որ իր կարծիքով խնդիրը փողը չի, մեծ հետաքրքրություն կա ծրագրի նկատմամբ եւ հարցը այստեղ այն է, որ խաղաղության գործարքը հաջողությամբ հաջորդ փուլ տեղափոխվի եւ ինքը նշեց մեջբերեմ ինչպես անենք, որ վարչապետը կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Ես գիտեմ, որ ընտրություններն են առջևում, այդ մասին չեմ ուզում խոսել, բայց եթե իմ աջակցությունը ինչ որ բան նշանակում է, ապա նա անշուշտ ունի այդ աջակցությունը։ Նա մի մարդ է, որ կարող է երկարատև գործընկերություն կառուցել, որպեսզի նման ծրագրերը գլուխ գան։ Սա մի գիշերում գլուխ եկած բան չէ եւ այլն։ Հիմա ես լսեցի հայտարարությունը, ես ուզում եմ սրա վերաբերյալ ցերկինատական Եթե կարելի է ես մի քանի խոսքով անդրադառնամ ընդհանրապես այցին, այնուհետև պատասխանեմ հարցերին։ Իհարկե ցանկալի կլիներ, որ այս չեպազրույցը լիներ Պենսի Բաքու այցելությունից հետո, բայց քանի որ հետաքրքրությունը կա, հիմա խոսենք, հետո առիթ կընձեռնենք։ Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանը չէր հանդիպել, հետևաբար Ալիևը ինքը ավելի լուրջ խոսակցություններ ուներ եւ ես կասկածներ ունեմ, որ Վենսը Բաքվում ավելի լուրջ հարցեր կքննարկի, քան թե ինչ քննարկել է Հայաստան։ Ինչը զարմանալի չի, որտեղ հաղթած ղեկավարի հետ են լուրջ հարցեր քննարկում, պարտվածի հետ ոչ։ Մյուսը այս իշխանությունները հավատարիմ են մնում իրենց զեղծարարությանը, այդ գործելավոճին։ Չմոռանանք, որ օգոստոսի 8-ի թուղթը, որը ստորագրվել է, դա երկկողմանի համատեղ հռչակագիր էր Ալիևի եւ Փաշինյանի միջև, որը արվել էր Թրամփի ներկայությամբ, բայց Փաշինյանի կայքի վրա հիմա չգիտեմ փոխել են թե չէ, ներկայացնում է, որ դա եռակողմ հռչակագիր է։ Ակնհայտ է, որ փորձում էին խաբել, տենց պատահական սխալ չի լինում, թարգմանության այդպիսի սխալ չի լինում, որտեղ մի բան է եռակողմ հռչակագիր, մի բան է երկկողմ հռչակագիր, մի բան է, որ 3 համարժեք ստորագրություն է, մի բան է, որը գրված է, որ Թրամփի վկայությամբ կամ ներկայությամբ են ստորագրել։ Նույնը տեղի ունեցավ 3 այդ ներդրումներ բառի հետ կապված։ Վենսը ներդրում բառ չի ասել, որ հիմա մեր որոշ հայրենակիցներ անտեղեկությունից կամ լավ, սենց ասեմ, կանխավարկածը ազնվության, անտեղյակությունից վարդագույն օպտիմիզմով են համակվել, որ հեսա Միացյալ Նահանգները 9 միլիարդի ներդրում կկատարեն, ոմանք նույնիսկ ավել են առաջ են գնում, ասում են 9 միլիարդի օգնություն կստանանք, եւ չեմ զարմանում, որ բաժանում են 3 միլիոնի, ասում են որ նախաման վրա 1.7 միլիոն փող է գալիս։ Խոսքը գնում էր ընդամենը առևտրի մասին եւ ավելի շուտ էներգետիկ բնագավառում, այսինքն 5 միլիարդի առևտրի պոտենցիալ կա հիմնական էներգետիկ բնագավառում, 4 միլիարդը վառելիքի գնման, սպասարկման, որովհետեւ ակնհայտ որ եթե ատոմակայանը կառուցում, այդ վառելիքը պետք է գնվի, պետք է օգտագործի եւ վերամշակված վառելիքը պետք է դուրս տարվի։ Բայց այս իշխանությունների թարգմանությունը գոնե եթերով գնացել է ներդրում։ Ինքը ներդրում բառ չի օգտագործել։ Մյուսը, Վենսի այցելությունը պետք է օգտագործվեր ազգային եւ պետական քաղաքական նպատակներն առաջ տանելու համար։ Այսօր մենք մեր երկիրը, մեր ժողովրդը ինչ խնդրի առաջ է կանգնած։ Առաջին ադրբեջանական զավթիչ ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ պետք է դիմել Վենսին խնդրելով ամբողջ ազդեցությունը կիրառել, որ Ադրբեջանը իր զավթիչ զորքերը հանի։ Չի կարող լինել խաղաղություն, երբ զավթիչները քո տարածքում են։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ ինքը սահման է խախտել եւ սահմանազատումը այդան գործիքը չի։ Սահմանազատումն ասում է դե չգիտենք, կամ սահմանները գիտենք, բայց եկեք հարմարացնենք, օպտիմալացնենք կամ վերջնականապես որոշենք 240 կիլոմետրը դա ընդամենը 1 միլիմետր չի կամ 10 մետր չի, որ դու սահմանազատման գործընթացում կարգավորես։ Մյուս խնդիրը Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Թրիփը երկաթուղի նույնիսկ եթե ոսկուց կառուցվի ռեյլսերը,
իսկ խողովակաշարի գազամուղի նավթամուղի պլատինից կառուցվի, միևնույնն է, դա չի ճեղքում Հայաստանի շրջափակման հարցը, որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, անհրաժեշտ է, որ Հայաստանը Նախիջևանով նույն պայմաններով, այսինքն անխոչնդոտ անցման front office back office-ով կարողանա հայաստանցիները կարողանան ագարակից հասնել մինչև երասխ կամ երասխից իջնել մինչև ագարակ եւ էլի նույն պայմաններով անխոչնդոտ անցման իրավունք ունենան Իջևանից դեպի Ղազախ եւ հետո դեպի Արևելք կամ դեպի Հյուսիս։ Մյուս խնդիրը Արցախի խնդիրն է։ Ակնհայտ է, որ ինչ խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը որպես պատանդ պահում է եւ դատապարտում է լավ երկար ժամկետներով բանտարկության, չնայած հասկանալի է, որ ՑՄԱ եւ 20 տարի նույնն է այսինքն։ Եվ վերջապես պետք է խնդրել, որ Միացյալ Նահանգները իրենց ազդեցությունը օգտագործեն, որպեսզի մարդիկ ազատ արձակվեն։ Մյուսը Արցախում գտնվող հայկական, կրոնական, պատմամշակութային ժառանգության պահպանումն է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը քարերի դեմ չի կռվում, Ադրբեջանը կռվում է պատմության դեմ, փորձում է նենգափոխել պատմությունը, քանդելով եկեղեցին, վաղը մյուսերը կարող են ասեն, այստեղ հայկական հետք չի եղել, հայերը քոչվոր են եղել, եկան, անցան, գնացին։ Եվ վերջապես արցախցիների վերադարձի իրավունք, սա մարդու իրավունքների հարց է։ Մարդիկ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք եւ ցանկացած ազգային իշխանություն այդ հայցը բարձրացած կլիներ, ինչը վստահ եմ, որ ոչ, վստահաբար, որ ոչ, կարող ես շատ բան խոսել, բայց նայած ոնց ես խոսում եւ ինչ բառամթերք ես օգտագործում։ Նույն օգոստոսի 8-ին, երբ Թրամփն ասում էր 23 քրիստոնյա գերիներ, հիշում ենք Փաշինյանի արձագանքը։ Ինչ ավերում է դրական բանին, իհարկե 30-35 տարվա դիվանագիտական հարաբերությունների մեջ սա ամերիկյան ամենաբարձրաստիճան այցն էր Հայաստան, պետք է ցույց է տալիս, որ ամերիկյան հարաբերությունները արդեն 35 տարի կայուն աճ են արձանագրում, բայց այցից պետք է ստանալ լավագույնը։ Հիմա վերադառնալով ձեր հարցին։ Այդ հայտարարությունը եւ ինչ մեսեջներ կային Ընտրություններով երբ իշխանությունը փոխվի, Միացյալ Նահանգները եւ միացյալ այլ կազմակերպություններ, Միացյալ Նահանգները, բոլոր երկրները ճանաչեն ընտրությունների արդյունքները, անկախ նրանից, թե ինչ են ասում ընտրություններից առաջ։ Բայց ակնհայտ է, որ այս իշխանությունները փորձել են իրենց այցը օգտագործել ներքաղաքական նպատակների համար, նաեւ նենգափոխելով իր խոսքերը։ Ինչ են արել, բայց մի հատ ավարտել։ Դե օրինակ, մարդը չի ասել ներդրում, իրանք ասում են 9 միլիարդի ներդրում։ Այս կոնկրետ այս մասը ինչ են արել, որ ներքաղաքական օրակարգով են փորձել։ Դասկան ամերիկացիները 9 միլիարդի ներդրում են կատարել, մենք լավ են կապելու, դա ներքաղաքական ազդեցություն չի ունենալ։ Դու կարծիք ունենալ է։ Այս մոդուլային պատմականների մասին, որ խոսում է, դա մոդուլային պատմականների մասին, որ խոսում է, դա փորձարկված բան է, եթե Google-ում ես գտնում ես ոչ մի նորմալ երկիր, դա չի օգտագործել։ Ինչ է դա նշանակում, դրա մասին մեկնաբանություն։ Էներգետիկայի հետ կապված շատ ավելի լուրջ խնդիրներ կան, երբ Հայաստանը միանա Ադրբեջանի էներգետիկ ցանցին, ինչի մասին որ իմ հարցինի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյան, մենք էներգետիկ կախվածության մեջ ենք ընկնելու, հիշեցնեմ Ադրբեջանի էներգետիկ շանտաժը, ոչ թե շանտաժ, Հայաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցները, որը պատերազմի եւ հաղթանակի տարիները ցավոք հիմա կոչում են ցրտի եւ մթի տարիներ, եւ հիշենք Ադրբեջանի էներգետիկ շանտաժը մանավանդ հարավային Եվրոպայի որոշ երկրների նկատմամբ։ Ինչ վերաբերում է մոդուլային ատոմակայաններին, իր գաղափարն ինչ է, փոքր սարքում ես, հետո կցում ես, հետո ավելացնում ես։ Ես միջուկային էլեկտրականների մասնագետ չեմ, չնայած կրթությամբ ֆիզիկոս եմ, բայց գիտեմ, որ դրանք լայնորեն փորձարկված չեն, բայց
ճիշտ կլինի դա մասին խոսել մասնագետների հետ, որովհետև մենք ունենք միջուկային անվտանգության վարչություն։ Պարոն Խաչատրյան, սպալի հետ կապված ներդրում բառի կառավարության աշխատակազմից պարզաբանել են, որ թարգմանիչը եղել է ամերիկյան կողմից, հետևաբար դա է իրենց վրայից գցում են։ Դա ձեզ համոզիչ է, թվում որ դա միտումնավոր չեն արել եւ դիտմամբ չեն ներդրում թարգմանը։ Դե կարելի է ուղղել, որ ներդրում բառը չի օգտագործվել եւ ընդունված պրակտիկա է, որ թարգմանիչներին երբեմն մեղքեր են վերագրում։ Պարոն Խաչատրյան, երբ որ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց Անդրադառնալ ձեր հարցերից, դա ընդդիմության կողմից հայտարարություններ եւ գնահատականներ հնչեցին, որ դա ուղիղ աջակցություն եւ ներքաղաքական միջամտություն է Հայաստանի ներքին գործերի։ Այս դեպքում էլ այդ հայտարարությանը նույն որակումն եք տալիս։ Թուրքիայի արտգործնախարարը երբ որ խոսել է, նախ Միացյալ Նահանգների եւ Հայաստան հարաբերությունները համատել Թուրքիա-Հայաստան հարաբերությունները չկար։ Թուրքիան Հայաստանի դեմ իրականացնում է ընդգծված թշնամական քաղաքականություն, հիշեցնեմ, որ Թուրքիան նմանապես գրեհիկորեն միջամտել էր Հայաստանի ներքին գործերին 2021 թվականի փետրվարի այս օրերին։ Սա խնդիրը դառնում Թուրքիայի միջամտությունը ուղղակի պարզ էր գրեհիկ էր եւ գործնական։ Այստեղ Միացյալ Նահանգները ասին, որ իրենք ցանկանային Փաշինյանի հետ աշխատել, բայց վստահ են երկխոսությունները նոր իշխանություն ձևավորվի, այդ վստահությունը կանցնի նաև նոր իշխանություններին։ Այսինքն միջամտություն այստեղ չկա, պարոն Խաչատրյան։ Ես ասում եմ, մարդը փոխնախագահ իր ցանկությունն է արտահայտել, կարող ենք նաև գնահատել ինչ-որ մի ձև։ Դիվանագիտորեն ասած ինքը դեմ չէր լինի, բայց վստահ եմ, որ եթե փոփոխություն լինի, նույն հաջողությամբ կխոսեն նաև նոր իշխանություններ համագործակցելու մասին։ Չմոռանանք, որ իշխանությունները, Հայաստանի իշխանությունները ինչքան ջերմ էին Բայդենի ադմինիստրացիայի հետ, բայց Օսալիվանի դիտարկմանի պատասխան ինչքան գրեիք Իսկ պատասխան։ պարոն Խաչատրյան, ինչ է կարծում, ինչու է իրենց մոտ ձևավորվել Չեմ կարող իրենց մոտ ձևավորվածի մասին պատասխանել։ Ինչու են իրենք այն կարծիքին ձեր տպավորություն, որտեղ այստեղ ընդդիմությունն էլ գուցե ունի անելիքը, որ այդ ծրագրերը կարող են շարունակել միայն Նիկոլ Փաշինյանի հետ։ Նու միայն բառը չի օգտագործվել, բայց այն որ Հայաստանի միջազգային հարթակներում մենք մինչև վերջերս երբեք Հայաստանի ներքաղաքական հարցեր չենք բարձրացնում, որովհետև կար պարադիգմա դիկտատորական Ադրբեջան, ժողովրդավարական Հայաստան եւ Արցախի հարցում ակնկալվում էր, որ կլինի միջազգային հանրության աջակցությունը ժողովրդավարական Հայաստանին, դրա համար մենք չէինք խոսում։ Իշխանությունները, որտեղ նստում էին, թարն առնում եւ սկսում են իրենց գովել եւ խնովել ընդդիմությանը։ Ձեր հարցնի պատասխան, այո, ես կարծում եմ պետք է ակտիվացնեն շփումները թե Միացյալ Նահանգների, թե այլ գործընկերների հետ, մեր դիրքորոշում ավելի հստակեցնելու համար։ Պարոն Խաչատրյան, նաև 9 միլիարդը ինչի մասն է, ճիշտ է, խոսքը գնացել է 9 ընկերություններին ամերիկյան, որպեսզի այսքան Հայաստանից պետք է գնանք, մի հատ բացատրեք, էլի, այ որպես տեսեք, 4 միլիարդը խոսքը գնում էր պարզ, վառելիք գնել, շահագործել, հետ ուղարկել։ Այո, միջուկային վառելիք, ասկան փողոտուր առ։ Մյուսը 5 միլիարդը դա պոտենցիալն է, բայց հիմնականում խոսքը գնում էր ատոմակայանի մասին։ Այդ գործընկերը որ արծես մոդուլար ատոմակայանի մասին, իմ սուբյեկտիվ ընկալումով խոսքը գնում էր, թե ինչքան կարժենա այդ ատոմական կառուցելը կամ էներգետիկ ոլորտում համագործակցությունը, բայց Վենսը չի ասել, որ Միացյալ Նահանգների մասնավոր ընկերությունները ներդրում կկատարեն 5 միլիարդի։ Լավ, այսքան կստեղծեն 5 միլիարդի արտադրամիջոցներ, կստեղծեն 5 միլիարդի նոր աշխատատեղեր եւ այլն։ Հին ատոմականը նորով փոխարինելու խնդիրն է գալիս։ Բայց փողը, այո, փողը Հայաստանը պետք է վճարի։ Իհարկե Հայաստանը պետք է վճարի, վայելով։ Դա մարդասիրական օգնություն չէ, դա տեխնիկական աջակցություն չէ, դա պարզ բիզնես գործ էր։ Իդեպ կներողություն եմ խնդրում, նույն անալոգիան ունենք ինչ-որ բանը, դրոնները, անօդաչու թռչող սարքերը։ Իհարկե շատ լավ է, որ գնել են, հետախուզել։ Ես մասնագետ չեմ դրա։ Պետք է գնեն, այո, բայց Միացյալ Նահանգները էական ռազմական աջակցություն է ցույց տալի Ադրբեջանին, իհարկե ասում են դա Իրանի դեմ է ուղղված, բայց ամեն դեպքում ստեղ էլ մենք պարիտետը չենք տեսնում եւ դա համար է ասում։ Բաքու կատարած այցից հետո ավելի բարձ կդառնա։
Դե ձեր ակնարկը բա խաղաղություն է, դուք էլ ծիծաղեցիք, ես էլ, որովհետև չի կարող լինել խաղաղություն, եւ ճշնամին քո տարածքում է անընդհատ միջամտում է քո ներքին գործերին։ Բայց իմ կարծիքով ներողություն եմ խնդրում, իմ կարծիքով, ոչ թե իմ կարծիքով, ասկան Բենսը չի ասել, որ մենք պատրաստ ենք հաշվապահել։ Պարոն Խաչատրյան, TRIP-ի հետ կապված քննարկումները Ռուսաստանում շարունակվում են եւ Ալեն Սիմոնյանն էլ քիչ առաջ ասաց, որ այնտեղ եւս խոսվել է այդ մասին, երբ ինքը Ռուսաստանում է եղել, եւ հիմա Ռուսաստանի փոխարտգործ նախարարը կրկին խոսել է այդ մասին եւ ասել է, որ պետք է իրենք մասնակցություն ունենան, ողջակցություն անեն, քննարկեն այս թեմաները, արդեն որերորդ անգամ հարցը հնչում է այս կողմից։ Այսինքն այս հարցում համաձայնության չեն գալիս եւ իշխանությունն ասում է մենք չենք պատկերացնում, թե Ռուսաստանը ինչպես կարող է գրավացնել։ Խնդիրը տեսեք ինչու՞ն է, որպեսզի ենթակառուցվածքը լինի ոչ թե կռվախնձոր, այլ միավորող գործոն, շահագրգիռ կողմերը պետք է ենթակառուցվածքում ներգրավված լինեն։ Եվրամիությունն էլ էր հայտարարել, որ իրանք ցանկանային մասնակցել, բայց պատասխանը մենք տեսանք։ Հայաստանի իշխանությունները միշտ կարողացել են Իրանի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալ, նույնիսկ Միացյալ Նահանգներ Իրան հակասությունների ամենագագաթնակետին։ Ստեղ մենք դա չենք տեսնում, մյուս խոսակցությունը, որը կար, դա Իրանի հետ առևտրի պատճառով մաքսատուրքերի բարձրացումն է, ակնհայտորեն դիվանագիտական այդ ճակատի վրա ծախողել են։ Մյուսը Ռուսաստանի ներգրավվածություն, Իրանի, Չինաստանի եւ այլն, դա առաջի հարցից որն պատասխանի տրամաբանության մեջ պետք է նայել։ Եթե խոսքը գնում է տրանսկասպյան միջանցքին կամ միջին միջանցքին միանալու մասին, որի նախաձեռնությունը Չինաստանն է պատկանում, գիտեք, Չինաստանից դեպի Եվրոպա եկող 3 միջանցք պետք է հյուսիսայինը Ռուսաստանով, միջինը եւ հարավայինը։ Այդ դեպքում կարծում եմ, որ մյուս շահագրգիռ կողմերը նույնպես պետք է ինչ-որ չափով մասնակցություն ունեն, այնպես խնդիր ենք ունենալ։ Նույն էլ ատոմակայանի հետ կապված Էլի Գարուզին ասել է, որ մենք պատրաստ ենք արագ, այսպես ասած, այդ աշխատանքները սկսել, վերակառուցման եւ այլն։ Տեսեք, ատոմակայանը ինքը տեխնիկական, բացառապես տեխնիկական խնդիր չի, էլի որ ես ասում եմ, ես մոդուլային ատոմակայանների մասնագետ չեմ, դա նախ եւ առաջ ատոմային էներգետիկա ունեցող երկրները էլիտար ակումբի անդամ են դառնում եւ մենք չենք կարող մեր տեղ այդ էլիտար ակումբից զիջել, մյուսը զուտ պրագմատիկ նպատակներով արևը ինչ խնձում է սարա, միևնույն է ատոմականից գալիս է մեր էներգետիկայի 40%-ը։ Հիմա մառախուղը վստահ եմ արևային կանները շատ քիչ զորությամբ են կարողանում էներգիա գեներացնել, այնպես որ ես լսել եմ խոսակցությունը, մեզ պետք չի վտանգավոր է այն Խաչիկ Ստամբուլցյանական ոճով փագեք։ Չեն կարող դա չունենանք։ Մյուս խնդիրը պետք է համապարփակ կոմպլեքս նայենք։ Վարելիքը ստացար, վերամշակեցիր, հետո ինչ ես անելու, ով է տանելու, ուր են տանելու, ինչպես են տանելու։ Եվ սա արտաքին քաղաքականության խոշոր գործիք է, խոշոր գործոն է, որը համապարփակ պետք է քննարկվի եւ տեսնել քո ազգային անվտանգության եւ բարեկեցության տեսանկյունից որ տարբերակն ավելի է։ Ռուսական ատոմականները կառուցում են ամենտեղ, Իրանի տարբերակը կա Թուրքիան, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, մի հատ կառուցում է, մի հատ էլ էին ասում պետք է կառուցենք, սա շատ ավելի բարդ վերլուծությունների խնդիր է, բայց ինքը այդպես բարձ չէ։ Բայց ասեմ, մոդուլայինները իրանք շատ փորձարկված չեն, մյուս դեպքում մենք ունենք փորձարկված տարբերակ։ Եթե այս թեմաները սպառվել են, ես այլ թեմայով եմ ուզում հարց տալ։ Եվրոպական կողմը Ռուսաստանի համար հերթական պատժամիջոցների փաթեթն է մշակում, եւ եթե դրանք ուժի մեջ մտնեն, դա նաեւ ներառելու է Հայաստանում գործող Յունիբանկը, սա ինչ խնդիրներ կառաջացնի ձեզ Հայաստանի Հայաստանի տարբեր կազմակերպություններ են, չէ, եւ պատժամիջոցների տակ են։ Նաև հանքարդյունաբերության բնագավառի կազմակերպությունն են պատժամիջոցների տակ ընկել, այստեղ Հայաստանը մտել է խաղի մեջ, որը կարող է համ շահի, համ կորցնի։ Վերջի մեր այս տնտեսական աճը, որը մենք արձանագրեցինք 22-23 թվականներին, ինքը բացառապես ռուսական պատժամիջոցներով է պայմանավորված եւ այս ահռելի պետական պարտքով, որ կառավարությունը շարունակել է, որը վճարում ենք մենք, մեր սերունդը, այլ ոչ թե ապագան։ Նման աշխատած 3 դամից մեկը գնում է պարտքի սպասարկմանը։ Այնպես որ պետք է պատրաստ լինես նաև պատժամիջոցների։ Դրանից խուսափելու համար պետք է ունենաս կայուն տնտեսություն, որը զարգացման սեփական
պոտենցիալն ունի եւ ինքը կարողանա ապահովի քո երկրի տնտեսական զարգացումը, այլ ոչ թե արտածին պատահական գործոններով բանալու։ Պարոն Խաչատրյան, եթե ասում եք ամերիկյան կողմը Իրանի հետ մաքսատուրքերը բարձրացնելու բան, դա Հայաստանին էլ է վերաբերելու։ Դե կարծում կար այդ նորերը կային, որ եթե այն երկրները, ովքեր Իրանի հետ առևտրով են զբաղված, ասկան Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունենք, իրենց մաքսատուրքերը 15-ից 20%-ով պետք է բարձրացնեն։ Լուրերը կան, շրջանառվում են։ Շրջանակներում ինչ-որ ապրանքներ Հայաստանի տարածքով մտնում են ԵԱՏՄ անդամ այլ երկրների։ Լահաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, այո, բայց միևնույնն է։ Հիմա երկկողմանի, ասկան Լահաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, բայց կարող է Տաջիկստանը կամ լավ, չգիտեմ, Ղազախստանը ոչի բան չի ծախում Իրան, Հայաստանը վաճառում։ Այնպես որ ԵԱՏՄ-ն էս չի, որ կամ բոլորը ԵԱՏՄ-ով պետք է պատժվեն, կամ ոչ ոք, չէ, չեմ կարծում։ Կոնկրետ Հայաստանը նաև սահման ունի, չէ, սա էլ է խնդիր։ Պարոն Խաչատրյան, մենք քաղաքական օրակարգի վերաբերող հարց առաջիկա սպորտանական ընտրություններ են, ինչու են ասեք դաշնակցությունը արդեն սկսել է կոնսուլտացիաներ այլ քաղաքական ուժերի հետ։ Դաշնակցությունը դրա մասին հայտարարվեց, որ սկսել եք հանդիպումներ, քննարկումներ, խնդրում եմ ամփոփեք այս բարեդրությամբ, որ քաղաքական ուժերի հետ եք համաձայնության եկել հնարավոր դաշինքով ընտրությունների մասնակցել։ Կա դաշնակցության Հայաստանի կազմակերպության գերագույն ժողովի որոշումը, որի մասին վստահ եմ տեղյակ եք, կան կոնսուլտացիաներ, ավելի մանրամասն ես կառաջարկեի գերագույն մամնին դիմել, որովհետև դա գերագույն մամնի լիազորությունների հարց է, ես շարքային կուսակցական եմ։ Կարող եմ կոմիտաս խմբի, կարող եմ մեր խմբի մասին ձեզ պատմել։ Այս բարեդրությամբ վստահ է, որ դաշինքով եք մասնակցելու։ Այո, դաշնակցությունը կոչ էր անում մասնակցել խոշոր դաշինքներով եւ դաշնակցությունը անում է այն, ինչը կոչ է անում անել ուրիշներին։ Սիրով։ Շնորհակալություն։